Ուրեմն մեծ տեղեկատվություն է ասել, որ այս ստախոսը պատրաստվում էր հայտարարությամբ հանդես գալ։ Դիմեր ժողովրդին այդ իրենց հռչակավոր խաղաղության պայմանագրի շուրջ։ Հիմա առիթ օգտագործելու նորից եմ ասում, ստախոս հաստատուղթ է հրապարակին։ Առաջին, երկրորդ, ի վերջո հրապարակային դուրս ես գալու քո սիրած ձև մեկով։ Պատմելու, բացատրելու, ասելու, թե ինչ է այդ խաղաղություն պայմանագրի կոչվածը, թաքուն դռների ետևում է լինելու, եւ ասում էր ձեզանից մեկին էր, չեմ հիշում ում էր ասել, որ ժողովուրդը քեզ էր դա, չէ, որ ժողովուրդը մեծ մասամբ, հա, տեղը քեզ էր, չգիտեմ, մեկն, հա, կամ բոլորիդ, որ ժողովուրդը լրիվ ամեն ինչից տեղեկ, ժողովուրդը ոչ մի բանից էլ տեղյակ չի ժողովուրդը, գնացեք հարցրեք, թող հիմա դուք հենց Արցախույզ արեք, իմացեք, ինչ կետեր կան, ինչպիսին են դրանց մեկնաբանությունները, չեն հրապարակում, որ ինչպես ուզենան մեկնաբանեն, ինչ ուզենան ասեն։ Անընդհատ գլուխները պատին են տալիս, անընդհատ խաբում են, անընդհատ մեկնաբանում։ Եթե այդպես է, պատգամավորները ինչու իրավունք չունեն այդ տեքստը կարդալու եւ տեքստն էլ ուղղակի բառացի հրապարակելու։ Ինչու չունեն։ Որ հիմնական պատճառը եղել է հիմա հրապարակելու այդ խաղաղության համաձայնագրի հարցը, որովհետև շարժ կա, որովհետև Հագայի դատարանի վճիռն են ուզում հետ բերեն, ասեց, որ ուզում են Հագայի դատավճռից են հենց իրենք կուսակցում։ Ինչ առաջ ասացի, չէ, տարբեր երկրների, կառույցների հստակ կերպով կամ ցուցումներ, կամ աշխատանք են տարել, որ որևէ ձևով չմիջամտեն, չխանգարեն, որևէ բան թթու խոսք հանկարծ չասեն, Բաքվին չնեղացնեն, սա են արել։ Եվ հիմա այլ եմ ասում, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, տարընկալումներ չլինեն, հրապարակեն թող փաստաթուղթը, պատրաստը չէ, գաղտնիություն էլ չկա, չէ, էլ համաձայնեցնելի կետեր ու բառեր, նախադասություններ, ստորակետներ չկան, չէ, թող հրապարակեն, ինչու չի հրապարակում։